Շնորհակալ եմ, հարցը իսկապես գուցե ճիշտ է դրված, բայց հաստատ պատասխանը վատը չի, Արմագեդոն չի լինելու, շարունակվելու է կյանքը ոնց որ կա մեծ հաշվով, բայց ավելի շատ են լինելու տուրբուլենտությունները եւ արտաքին եւ ներքին առավելևս եւ այն ինչ որ տեղի ունեցավ երեք Սուրբ Աննա եկեղեցում, ընդ որում երիտասարդներ, որոնք ինչպես հետո հայտնի դարձավ, բավական լավ սովորող, առաջին անգամը եւ միակ անգամը չէ որ հաճախում են գնում են եկեղեցի, այդ Սուրբ օրով այնտեղ են գտնվում եւ երբիսի վարք են դրսեւորում, սա չեմ ասում արդարացում որպես կամ բան, ուղղակի ասում եմ նման դրսևորումները ավելի շատ են լինելու, որովհետեւ գործող իշխանության գործիքներից է ոչ միայն սուտը, այլև սադրանքը, պրովոկացիան, որպեսզի դա զուտ PR տեսանկյունից, որպեսզի ինքը անընդհատ լինի քննարկվող թեմաների մեջ եւ ինքը սադրելու է եւ երեք ոստիկանությունը իր պաշտոնական հաղորդագրությամբ հաստատեց որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե գնացել էր այդ Սուրբ Աննա ոչ թե գնացել էր որպես հավատացյալ այլ գնացել էր քաղաքական գործունեություն ծավալելու իրենք իսկ տվեցին դրա պատասխանը ինչը ակնհայտ էր բայց դա այն է ինչը իրեն իր հետ աշխատող տեխնոլոգները իսկ իր հետ բավական լուրջ տեխնոլոգներ են աշխատում 18-ից սկսած իրեն շատ ճիշտ ուղղություններ են տալիս ինչպես մնալ մշտապես քննարկվող թեմա այլ բան է թե դրանից պետությունը երկիրը քաղաքացին ինչ է շահում ինչ է ստանում որևէ լավ բան չեմ տեսնում բայց ինքը իր խնդիրը լուծում է կարծում եմ այնուամենայնիվ ընդդիմությունը դեռ մեծ հաշվով չի դա չեմ տեսնում, հա, առանձին ես տեսնում եմ ինչ որ բան անում են, բայց մեծ հաշվով չեմ տեսնում դա մի տեսակ կարծես մտել են իշխանության սկսած խաղի կանոնների մեջ տեղավորվել եւ այդ խաղի կանոններով, հա, հարաբերվել հանրության հետ, որտեվ ես ինքս նույնիսկ եղել եմ ընդդիմադիր գործիչներին հարց եմ տվել, ասենք օրինակ դուք եթե ընդունում եք որ նա հանցագործ է, եթե ընդունում եք որ նա ստախոս է, եթե ամեն օր բոլորս այո դրանում համոզվել ենք ինչու եք ուզում նրա հետ բանավիճել հա որովհետև ստախոս դուք պատկերացեք որևէ հանցագործի հետ նստում են զրուցում են չէ միանգամից այսինքն քայլեր են ձեռնարկվում հետևաբար ինձ համար որոշ բաներ հասկանալի չի ընդդիմության Քարոզ Արշավի այսպես դասական կանոններով նույնիսկ բան հնացած կանոններով երբեմն տեսնում եմ նյութեր դաշտում որը քաղաքական սպամ է դարձել, հասկանում եք, ինձ թվում է մի պահ պետք է կանգ առնեին, կոպիտ ասեմ, ինչ որ պահ պետք է լռություն հայտարարվեր, հասկանային ինչ են անում ու որ կետից են առաջ շարժվում, իսկ հիմա աղմուկը շատ է, այսպես ասած, այդ աղմուկի մեջ մարդը չի կարողանում տարանջատել, չի կարողանում մանավանդ որ կա հասարակության մեջ վախի էլեմենտը, պարզ է, չէ, իշխանությունը ցանկացած գործիքի դիմելու է։ Ամենավատ բանը հենց հիմա նստած նույնիսկ օպերատորներին դեմ, հա, դիմում լրագրողներին, ամենավատագույն սցենարներ ասեք, հաստատ դա կարող է գործի դնել։ Չկասկածեք, ընչուտ մինչև մեծ պրովոկացիաների գնալ, հետո ասենք Ալիևին գործի դնել, որ ինչ-որ կրակոցներ արձակեն, ինչ-որ ուղղությամբ ասեն, տեսեք, որ ասում ենք, հեսա, տեսեք, բանը պատերազմը ներկայացված է այսպես դևի կերպարով, հեսա դևը գալու է դուրը ծեծի, որ բոբուն գալու է, ինչի ասեք, հետո արտակարգ էլ կհայտարարի, ինչի ասեք, դիմելու է, սա պարզ է։ Մենք ինձ թվում է, հա, մենք պիտի հարցը սխալ տանք, ճիշտ ձևակերպենք, որտեղ երբ որ հարցը ճիշտ ենք ձևակերպում, դիսկուրսն էլ է ճիշտ ուղղությամբ գնում։ Մենք արդեն բանը, ինչու սա եղավ, ինչպես սա եղավ, այս հարցերին պատասխանել ենք։
բոլորը, հիմա դուրս գանք, ցանկացած մեկը գիտի, ցանկացած տաքսու վարորդ մեզնից լավ կներկայացնի իրավիճակն էլ, դեպքերն էլ, օրինակներն էլ, փաստերը ամեն ինչ շատ լավ կներկայացնի։ Հիմա, որտեղ երբ որ ասում ենք ինչու է սենց եղավ, մի տեսակ թաշկինակով հարց է, էլի, որ պիտի թաշկինակը վերցնես, հետո սկսես լացել, բան աշխարհն է մեղավոր, չգիտեմ, բան Սորոսն է մեղավոր, բոլորը, այո, մենք որպես լրատվամիջոցներ, միշտ արձանագրում ենք, հիշեցնում ենք դա, նույն օրինակ առանձին երկրների հիշեցնում ենք, ասում ենք դու 44 օրյայի ժամանակ սա չարեցիր, Ռուսաստան դու սա չարեցիր, Ֆրանսիա դու սա, Միացյալ Նահանգներ դու սրա վրա աչք փակեցիր, բայց փաստը իրենք ունեն իրենց շահերը, հարցը պետք է փոխել, ինչպես դուրս գալ ես իրավիճակից, երբ որ հարցը ուրիշ կերպ ես դնում, այդ թաշկինակը արդեն գցում ես մի կողմ ու դու հարցը դա, որը մղում է գործողության, որը ենթադրում է ռազմավարություն, որը ենթադրում է քայլեր, դաշտում ես չեմ տեսնում սա, հասկանում եք, ընդդիմադիր դաշտում մեծ հաշվով, ես տեսնում առանձին խաղ, ես անկեղծ ասած այն մարդկանց թվին եմ պատկանում, որը չի հավատում, որ հասնելու ենք ընտրությունների, անկեղծ եմ ասում, ավելին, եթե ընտրությունների օրը, հունիսի 7-ին ինչ-որ քվեարկություն եղավ և ինչ-որ արդյունք արձանագրեցին, հավատացեք, էլի համարում եմ, որ ընտրությունները չի ավարտվել, այլ քաղաքական պրոցեսները նոր են սկսվելու։ Ես չեմ հավատում այս ընտրություններին, ես չեմ հավատում, որ սա պեսիմիզմի համար չեմ ասում, բոլոր գործիքներից պետք է օգտվել, բայց ես ռեալ գիտակցում եմ, իշխանությունը ունի վարչական լծակներ, ընտրակաշարք բաժանում է ոչ միայն գումարի տեսքով, այդ հետո են գործի դնելու, օրինակ ասում են, դու ինչ խնդիր ունես քաղաքացի, ասում այս ապօրինի տարածքս տարիներ շարունակ չեմ կարող օրինականացնեմ, ասում բերք օրինականացնեմ, այսպես, մյուսին էսա խոստանում, մյուսին էսա, ամբողջ լծակները գործի է դրված, մենք դրան պատրաստ ենք, չէ հետո բան ենք անելու 21 թվականի պես ասում ենք, դե բա պարզ չէր, բան փաստական հիմքեր էլ չունենանք, այս չունենանք ու հաշտվենք, ասենք սենց է, արդյունքում ինչ լինի, լեգիտիմացնել իր ողջ արարքը։ Հիմա սա իմ իշխանությունը, որ արդեն իր ժողովրդի սպառնած պատերազմով։ Իսկ սպառնած պատերազմով դա նշանակում է ինքը խոստովանում է, որ ուղիղ պայմանավորվածությամբ ինքը կարող է Ալիևին ասել կրակել։ Առաջին անգամն է Թուրքիան, Ադրբեջանը հայտարարել, որ իրենց ցանկալի թեկնածուն Փաշինյանն է։ Մոռացել եք, որ Ադրբեջանից նույնիսկ հրապարակումներ եղան, որ պետք է գնալ զորքով պաշտպանել Փաշինյանին։ Չենք մոռացել, չէ՞, այսինքն ամեն ինչ լինելու է, սահմաններն էլ մանավանդ իմունիտետը կորցրած, մենք չգիտենք, իրենք նույնիսկ չգիտեն մեր սահմանները ինչքան են, որ իմանան որ մասն է պահպանվում, ինչ ասեք պետք է լինի, և մենք պետք է հարցը մեզ ուղենք ու մենք իրավիճակին համապատասխան վերակազմակերպվենք։